Նիստի օրակարգի առաջին հարցը վերաբերում էր հանրային ծառայությունների կարգավորման ոլորտին։ Քննարկվել է Արցախէներգո Փակ բաժնետիրական ընկերության կողմից 110 կՎ լարմամբ սնվող սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագնի հարցը։ Իմի բերելով ուսումնասիրության արդյունքները առաջարկում եմ սահմանել Արցախէներգո Փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագինը 110 կՎ լարմամբ սնվող սպառողների համար 36 դրամ կՎտ. ներառյալ ավելացված արժեքի հարկը։ Հանձնաժողովի նախագահի խոսքով առաջին անգամ է հաստատվում 110 կՎ լարմամբ էլեկտրաէներգիայի սակագին, քանի որ մինչ այդ սպառող չկար։ Նման սակագնի անհրաժեշտությունը պայմանավորված է հանրապետությունում արդյունաբերության զարգացմամբ, մասնավորապես կաշենի հանքավայրի շահագործմամբ։ Սակագինը գործելու է 2016 թվականի հունվարի 1-ից։ Հաջորդ հարցը վերաբերում էր հեռուստատեսության, ռադիոյի և հեռահաղորդակցության կարգավորման ոլորտին։ Առաջին անգամ հանձնաժողովը հայտարարում է հեռուստածրագրերի կաբելային հեռարձակման լիցենզավորման մրցույթ Ստեփանակերտ քաղաքի և միաժամանակ մեկ կամ մի քանի շրջանների տարածքում։ Սահմանել լիցենզիային վճարը 200,000 դրամ։ Հաստատել և զանգվածային լրատվության միջոցներով հրապարակվել մրցույթի մասին տեղեկատվությունը։ Հանձնաժողովը բավարարել է Base Metals Փակ բաժնետիրական ընկերության հայտը և ընկերությանը տրամադրել 446 10 MHz հաղորդման ընդունման ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն 10 տարի գործողության ժամկետով Մարտակերտի շրջանի Վարդաձոր և Ճանկաթաղ համայնքների տարածքում շարժական ռադիոկապի ցանցի կազմակերպման համար։ Նիստին ներկայացվեցին նաև ոսպ, բրինձ և ձեթ ապրանքային շուկաների կառուցվածքների ուսումնասիրության արդյունքները։ Հանձնաժողովը գերիշխող է ճանաչել Rapeseed սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ձեթ ապրանքային շուկայում, քանի որ ձեռքբերման ծավալներով ընկերությունը գրավում է տվյալ շուկայի 1/4-ից ավելին։ Նիստում հաստատվել է նաև հանձնաժողովի գալիք տարվա գործունեության ծրագիրը։ Գոհար Ռուստամյան, Մերուժան Հայրապետյան, օր։